Հայցունից հետո 47 օր Հիսուս Քրիստոսի երկինք համբարձվելու և որ աջ կողմը նստելու հիշատակության օրն է, այն նաև կոչվում է վիճակի կամ կաթնապուրի օր, ծաղկամոլ կիրակի, այն երիտասարդների ճակատագրեր մշակելու տոնն է։ Դարսեց այգիների ծաղկներ են քահում և փնջեր են կապում, որոնցից մեկը լինում է խաչաձև և կոչվում է ծաղկամեր, այն տարի ավարտին նվիրում է եկեղեցուն։ Աղբյուրի ցավաքաջուրը պուլայի մեջ են լցնում, յուրաքանչյուրը մի իրեր գցում և գեղեցիկ ծաղիկներով զարդարում են, պուլավ ծաղկեփնջի հետ թաքցնում են, որ տղաներ չգողանան։ Եկեք ծաղիկներ Ծիթենյաց լեռան, մեր բույրը սփրենք այս ճանապարհին, զարդարենք ճանապարհը, ողջունենք նրանց ու թերքները մեր ամենուր շախտանք, վարդ բերենք, բույրը գովենք։
Մանուշակի գույնը գաղ է։ Կակաչ դու կարմիր շուրթիկ։ Սամբակ դու կարմիր չորթիկ։ Շուշալ դու կարմիր երես։ Մեխավ դու անուշ բուրես։ Եիչուկ դու են մարկար բուժես։ Երկեք բարեք սրտակից
կենսական, ձեզ բոլորիդ օրնում եմ ես Սուրբ Հոգով, օրնյալ լիներ ժողովուրդ իմ հայոց տան, քո հավատով, համբարձումի սուրբ տոնով, հաջողություն թե մեծերին, թե փոքրերին, հաջողություն ամեն հոգում, ամեն տան։ Մեր հեռավոր նախնիները մինչ հանդարսում տոները օրնան կալատայ շուղերը մեկ-մեկու են դիրս տալիս։ Սասապ հոնն է բարի, վախտի վիճակ գցեք նրա մեջ, չարը միշտ էլ պետք է բարգտվի, բարին հաղթում են վերջ։ Եկեք վիճակի երկենք, ու պատպարենք այկակալ, ձեր սրտերում թողտագնի, այսին ձեզը պարմանկա։
Հանդես եկեք երկբավ, տեսնեք ով է խորալի։ Ծաղկի տոն է մեր շուրջ բոլոր, երկու բարեբեկրալի, ջերմակազգեստ այս փոքրիկը թող վիճակները հանի, վիճակ հանիր դու իմ փոքրիկ, տեսնեք ով է բեմ մտնում, ինչ երկով է կամ ինչ պարով, համբարձումը գովերքում։ Վիճակ հանենք, հանուն Հայաստանի։ Վիճակ հանենք, հանուն 43 մանկապարտեզի։ Վիճակ հանենք, հանուն խաղաղության։ Վիճակ հանենք, հանուն փոքրիկների։ Վիճակ հանենք, հանուն հայոց բանակի։ Իսկ այս վիճակով էլ եկեք համբարձումը գովերքենք։ Հայաստան երկրով մենք պարտանանք, համբարձման ծեսով ազգով սրբանանք։
լինի երաս փողիրական, կամ էլ հեքիաթ նվիրական, որոշ խամեր բովանդակ, մանուկներ բյուր անքանակ իրար մեկնեն թաթիկները։ Եվ դոփելով տոտիկները շուտված կազմած ասնեն երկով, ջիշ կապուտակ երդ լինենքով։ Ու դոլրեն սողակները և անդեղ ոչավքերը։ Երկի պիտի ու դալալի և անդատրում քալի քալի, մանուկների ամուր շղթա։ Որ այս երկը ջին մանկության դառնան շուտի նման, հոսի երջանկության մասին խոսի, թողաչկերի երգող մանկան խաղաղության լիներ լցված, եթե դառնար կայք իրական, հեքիաթի պես նվիրական։ Աշխարհ ավելի բարի է դառնում։
հաղթեց մեր հատկաշան կոնորեն, բարի զուգսիրով անսպար մեր սիրելի ընկեր Ավետիսյան։ Շնորհակալ ենք ընկեր Լիաննա ձեր խորհուրդների համար, խոստանում ենք լավ սովորել, առաջադեմ միշտ լինենք։ Ամեն հարցում գիտակ ընկեր մանի մեր դասիը։ Մեզ կոպեցիկ հոգավարի հայեն ասել ուխիզա, մենք մեր հայոտ նոր սատխանին թևենք տան երկու տալ։ Ընկեր գոր, ձերի երկիցուն է բոլորից թողել։ Հարցողն է ամատրություն միշտ ապահովել, երկով էտ մերոն լծրել, կարմուն հայրենի գումայր կովերքել։ Մեր բարի մորակույր ընկեր Մարին է, ջերմ սիրով մեզ գուրգուրեցիք, հոգտարեք խնամեցիք, մաքուր կոպտիկ մեզ պայեցիք, շնորհակալ ենք մենք ձեզ շատ։ Շնորհակալ ենք ընկեր ուսկու վերգինեին մեր առողջության հետևելու համար։ Շնորհակալ ենք ենահարկություններ, հուսադրեցվի հմտություններ սովորեցնելու համար։ Շնորհակալ ենք լոգոպեդ ընկեր Մեյնեին և հոգեբան ընկեր Աննային, մեր խոսքն ուզերը հղկելու համար։ Շնորհակալ ենք մեր տնտեսվար ընկեր Հրանուշին, խոհարար ընկեր Արմինեն և ընկեր Անահիտին։ Մեզ տասի ամեղ սննդով կերադրելու համար։ Սիրելի ընկերներ, դուք մեզ սովորեցիք սիրել բառը, բայց ամենակարևորը սովորեցիք գնահատել ազգային բառը։ Շնորհակալ ենք ընկեր Անի, կարծում եմ դա ձեզ հաջողվեց։ Քեզ հրաժեշտի խոսքեր չեմ ասում, ոչ էլ ուզում եմ քեզանից բաժանվել, դու լավ, բարի, իմ մանկապարտեզ, ինձ համար միշտ է դու թանկ ես եղել։ Ողջույն, քան ուղում ես շատ բան սովորել, ինձ համար համար շատ բան իմացել, դու ձերքերի աշխարհը սարել, դուտվել ես ինձ թեխի թեցիծավ։ Հնկի մեր զանձի ողանջի, մանուտերին գիրդը կանջի, որջավ գրկում քոսը տապած, սովորում մենք լավ ու գերազանց։ Դեպոց, նեն թապակին, քոսարեր ենք, նեն դագնալ ենք, ներ լուսավոր,
իսկ եղի նոր հաջողությունների և երազանքների։ Հավատում եմ, որ դուք եք մեր երկրի հույսը, հավատը և ապագան։ Ցանկանում ենք ձեզ ուսման մեջ հաջողություններ, հաստատուն կամք և նպատակների իրականացում, իսկ մեր հայոց աշխարհում թող միշտ լինի խաղաղություն։ Սիրելի ծնողներ, համոզված եմ, որ դուք այսօր մեծ հպարտությամբ կհեռանաք մանկապարտեզից։ Դուք վստահ եք, որ մանկապարտեզը ամենահնարին ու անհնարինը արել է ձեր երեխաների դաստիարակությամբ, ազգայինը, ավանդական, հայրենասիրությունը ներդնելով ձեր երեխաների մեջ։ Ձեր երեխաները մեծ քայլերով առաջ են գնում։ Խնդրում եմ ձեզ չկանգնեցնել դա։ Այս նույն տեմպով դպրոցում առաջ